Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եկեղեցու շուրջ զարգացումների վերաբերյալ շարունակում ենք զրուցել հասարակական քաղաքական գործիչների հետ։ Երեկ Նիկոլ Փաշինյանը եւ իշխանական ողջ թևը Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում էր եւ ինչպես իրադարձություններին հետևեցինք, եկեղեցու հենց պատարագի ընթացքում քաղաքացիների մի խումբ հեռացրեցին կաթողիկոսի անունը հնչեցնելու համար։ Նրանց թվում էր իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը, ում հետ այսօր կզրուցենք տեղի ունեցած միջադեպի մասով։ Շնորհակալ եմ, պարոն Իշխանյան, հրավեր ընդունելու համար։ Դուք այս ամենը, ինչպես հետևեցի, որակել եք գրաքննություն պատարագի, կրոնական ազատության եւ կազմակերպությունների գործունեության դեմ, ճնշում եւ բռնություն։ Սա առաջ անգամը չէ, որ կաթողիկոսյանն պատարագների ժամանակ զեղչվում է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այս ամենը որակում է ոչ թե գրաքննություն կամ ինչ-որ բռնություն, այլ ասում է, որ ես ժողովրդի պահանջով, ներկայացնում է սա որպես ժողովրդի պահանջ, ընդհանրապես պայքարում եմ եկեղեցու դեմ, փորձում եմ մաքրել այ առաքելական եկեղեցին, քանի որ ժողովուրդը իբրև իրենից դա պահանջում է։ Ուրեմն նախ եւ առաջ ժողովրդի պահանջը որևէ հիմք չի տալիս խախտելու սահմանադրությունը, ներպետական օրենքները եւ միջազգային իրավունքը։ Ժողովուրդը շատ բան կարող է պահանջել, օրինակ ժողովուրդը կարող է պահանջել, որ Նիկոլ Փաշինյանին մահապատժի ենթարկեն, երբ որ նա կորցնի իր իշխանությունը։ Բայց Հայաստանի Հանրապետությունում մահապատիժ չկա եւ թութու որ Հայաստանը կարողացել է հասնել այն քաղաքակրթական մակարդակին, որ մահապատիժը վերացրել է եւ Նիկոլ Փաշինյանին եւ Արցախը հանձնած 150,000 մարդու գաղթական դարձրած այս իշխանությանը ոչ թե ենթարկեն մահապատժի, այլ արդարադատության։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նիկոլ Փաշինյանը ինքը խախտել է սահմանադրության 17-րդ հոդվածը։ Մենակ եկեղեցու դրվագով է խախտել սահմանադրության 17-րդ հոդվածը, թե չէ Արցախը հանձնելու, Տավուշի բարձունքները հանձնելու եւ այլ միջոցառումներ իրականացնելով շատ ավելի մեծ հանցանքներ է գործել, բայց մենք խոսում ենք միայն դեռևս եկեղեցու։ Ուրեմն 17-րդ հոդվածը, որը սահմանում է, որ Հայաստան եւ կրոնական կազմակերպությունները իրարից տարանջատված են։ Սա այդ աշխարհիկ պետություն լինելու սկզբունքն է եւ մենք քաղաքակրթական մի մակարդակի վրա ենք, որ մեր պետությունը աշխարհիկ է։ Դրանից արդեն իջնում են մյուս օրենքները, օրինակ կրոնական կազմակերպության մասին եւ խղճի ազատության մասին օրենքում արդեն սահմանվում է, որ պետական գործիչը իրավունք չունի մասնակցելու կրոնական կազմակերպության ներքին գործունեությանը, կոպիտ ասած, հայերեն ասած, քիթը խոթելու։ Պարոն Իշխանյան, իրենք էլ ասում են, որ եկեղեցին իրավունք չուներ քաղաքական չամեջ խառնվել ու դրա համար հիմա մենք այսպես ենք արձագանքում։ Սուտ են ասում, կրոնական կազմակերպությունների եւ խղճի ազատության մասին օրենքով կրոնական կազմակերպությունների սպասավորները կարող են լինել զբաղվել քաղաքականությամբ։ Այլ հարց է, որ պետական գործունեությամբ կրոնական կազմակերպությունը չի կարող զբաղվել։ Օրինակ չի կարող եկեղեցի ներքին գործերի նախարարությունը լինել կրոնական կազմակերպության վերահսկողության տակ։ Սակայն սպասավորը կարող է իր քաղաքական դիրքորոշումը ունենալ զբաղվել քաղաքականությամբ եւ դրա հակառակը կլիներ կոպիտ խախտում, եթե չկարողանային։ Օրինակ, եթե 385 եկեղեցի երկրի վարչապետը հանձնել է, կամ Արցախը հանձնել է, հայ առաքելական եկեղեցու հետևորդներին գաղթական է դարձրել, խաբել է, սահմանադրությունը խախտել է, կրոնական կազմակերպության սպասավորը կարող է պահանջել վարչապետի հրաժարականը։ Եվ աննորմալ կլինի, եթե չպահանջի, որովհետև պատկերացեք այսքան ողբերգությունների իրականացման ֆոնին եւ օրենքների խախտման ֆոնին հանկարծ չպահանջեն։ Կամ մյուս կողմից, եթե իրենք են ասում, իրենց ասածն է, որ չպետք է ներքաշվեն քաղաքականության մեջ, այդ դեպքում իրենց ստեղծած այս բաները Նիկոլա տերտերները, այդ ոնց է, որ ասենք եկեղեցու մեջ զբաղվում են քաղաքականությամբ, ինչ որ Փաշինյանի անունն են տալիս կամ իր ծրագրով են գնում են իր կառավարական սենյակում պահանջում են կաթողիկոսի։ Մի նոր արատավոր բարք է այսպես առաջ եկել, տեսնում ենք, որ պատարագների ժամանակ եկեղեցու ներսում ծափահարում են։ Օրինակ ես այդ այդպեսին չեմ տեսել։ Եկեք խոսենք դրա մասին,
նորից վերադառնալով ենթադրենք այդ օրենք չկա, սահմանադրություն չկա, բայց ասենք կա բան եկեղեցին, որը եկեղեցու գլխում ով է Հիսուս Քրիստոսը։ Եվ Հայաստանի Հանրապետության ինչ-որ քաղաքացի, ինչ-որ մահկանացու, դեղին մամուլի խմբագիր, հա զրպարտիչ ինչ-որ նախկին լրագրող եւ ինչու՞ չէ նաեւ ներկայիս բան դեղին մամուլչի, մտնում է եկեղեցի ու սկսում են իրեն ծափ տալ։ Սա ինչ հավատացյալներ են։ Չհասկացա, այսինքն Քրիստոսը գլուխն է, բայց այս մարդը այս քաղաքացին մտնում է ծափեք տալիս։ Այդ ինչով է ինքը առավել Հիսուս Քրիստոսից կամ Հիսուս Քրիստոսից ավելի ներքև բանից, կաթողիկոսից, եպիսկոպոսներից, ինչի համար են ծափ տալիս։ Նա մտնում է եկեղեցի, նոր սկսում են պատարակը։ Իրենց առաջնորդ։ Հենց մտնում է եկեղեցի, պատարակը միանգամից սկսում են, այսինքն ոչ թե պատարակը սկսում է այն ժամին, որով պայմանավորված է, որ պետք է սկսեն, 3 Սուրբ Սակսում սկսել է 11-ից 5 պակաս։ Նա մտել է պատարակի 11-ից 5 պակաս միանգամից սկսել են։ Այդով ասած, որ այս քաղաքացին առավել է, օրինակ այն մարդկանցից, ովքեր 15 տարի, 20 տարի, 30 տարի նույն եկեղեցին են գնում, նույն եկեղեցում իրենց մխիթարությունն են ստանում, հաղորդությունն են ստանում։ Ով է այս մարդը, որի համար իրենք պատարակ են սկսում։ Այս մարդը գիտենք ով է, 385 եկեղեցի հանձնած մարդն է։ Պարոն Իշխանյան, լավ, հոգևորականները, նույն հենց ձեր նշած օրինակով, հա, չէ՞ որ եկեղեցին ասում են բոլորինն է, բոլոր հետևորդների եկեղեցու հավասար իրավունքներ ունեն։ Լավ, նա այսպես իրեն առավել է զգում, բայց հոգևորականները ոնց են այդ մյուսների մնացածի, այսպես կրոնական ազատությունը խախտելով, թեկուզ նույն ժամի հետ կապված կամ քարոզի հետ կապված։ Դե մենք հասկանում ենք, չէ, ինչ բան է նենք քաղաքականությամբ է առաջնորդվում այս մարդը։ Ինչ է նա պահանջում, որպեսզի Գարեգին երկրորդ կաթողիկոսը հրաժարական տա, որովհետև Գարեգին երկրորդ կաթողիկոսը բարձրացնում է արցախցիների վերադարձի իրավունքի հարցը, որը միջազգային իրավունքով տրված իրավունք է, այսինքն դու չես կարող փախստականի վերադարձի իրավունքը զեղչել։ Սա մյուս կողմից բարձրացնում է բանում Արցախում ավերվող եկեղեցիների հարցը, հա, օրինակ Տանձաթափի եկեղեցին վերացրել են, Կանաջամը վերացրել են, Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերացրել են, Ղազանչեցոցը, Ամարասը, Դադիվանքը նենգափոխում են։ Հիմա այս եկեղեցին պայքարում է դրա դեմ։ Այս Գարեգին երկրորդ կաթողիկոսը պայքարում է դրա դեմ։ Եվ այն պահից, երբ որ ինքը չպայքարի, հանկարծ ասի, չէ, Արցախը մերը չի, արցախցիները վերադարձի իրավունք չունեն, ընդհանրապես հայերը ովքեր են կուսակրոնության ուխտը այդ խնդիր չի լինի, որովհետև նայեք, այս կուսակրոնության ուխտի պատմությունը, եթե այս հոգևորականները կուսակրոնության ուխտը ենթադրենք խախտել են, ապա նրանց ներել է Վազգեն առաջին վեհափառը, որովհետև այս ավակ սերնդի այս ներկայացուցիչները Վազգեն առաջինի ժամանակ են, չէ՞ եղել այս բաները կաթողիկ կուսակրոն քահանաներ, եպիսկոպոսներ։ Հիմա Վազգեն առաջինի անունով սրանք փողոց են դնում։ Անվանափոխեցին, Կասյան փողոցը դրեցին Վազգեն առաջինի անունով։ Հիմա եթե դուք կուսակրոնության ուխտին տենց դեմ եք, ոնց եք մեծարում Վազգեն առաջինին, որը ասենք բանը ներում աշնել։ Եվ երկրորդ ով եք դուք, որ դեմ լինեք կամ կողմ լինեք, դա կրոնական կազմակերպություն է Հայաստանում գրանցված, օրինական, ընդ որում 1000 հարկատուների ցանկում ներառված է, այսինքն խոշոր հարկատու է, ու դուք ով եք ընդհանրապես որ մտնեք կրոնական կազմակերպության գործունեության մեջ որոշեք թե ինչպես պետք է լինի։ Պարոն Իշխանյան, ինձ կոնկրետ հետաքրքիր է այդ երեկվա միջադեպի հետ կապված, երբ որ այդ ընթացքում բերման են ենթարկում, օրինակ ինչ են պարզաբանում։ Ես ինչ-որ հաղորդագրություն հետևեցի, որտեղ ասում է սադրանքները կանխվելու համար են քաղաքացիները բերման։ Սադրանքները կանխելու համար Նիկոլ Փաշինյանն էր պետք է այդտեղից հեռացնել, որովհետև սադրանք է կաթողիկոսի անունը չհնչեցնել։ Օրինակ ձեզ ոստիկանները կոնկրետ ասեցին, որ այ կաթողիկոսի անունը հնչեցնելու համար են ձեզ հեռացնում։ Չէ, նախ ոստիկանները այդպես էլ չէին կարող ասեն, իրենք պետք է նշեին այն հոդվածը եւ այն հոդվածի պայմանավորված հիմքերը, որով ինձ տանում են, ոչ թե ասեն կաթողիկոսի։ Նրանք չեն ասել հիմքը, ինչի համար են ինձ տանում, իմ իրավունքները չեն ներկայացրել, նրանք չեն ասել ինձ որտեղ են տանում։ Եվ այս ամենի համար նախ սկսվել է եկեղեցուց ինձ ուժով հեռացրել են, ինչ որ քաղաքացիներ, գուցե նաև բաներ, հատուկ
ծառայության աշխատակիցներ կամ ոստիկաններ, չգիտեմ, հիմա ամեն ինչ հնարավոր է քաղաքացիական հագուստով անել, եւ այդտեղից նաեւ իմ եւ Հայկ Դորոնցի ազատությունը սահմանափակվել է, տեղաշարժի իրավունքը սահմանափակվել է։ Սրա համար սա հանցագործություն է եւ սրա համար պետք է պատասխան տրվի եւ բնականաբար մենք այս գործով զբաղվելու ենք։ Դիմել եք արդեն իրավապահներին։ Չէ, դեռ չենք դիմել, բայց շուտով կդիմենք։ Իսկ հետաքրքիր է այդ պահին ընդհանուր մթնոլորտը այնտեղ ինչպիսին էր, ոնց ստացվեց, որ միայն 2-3 քաղաքացի էին, հա, Չէ, միայն 2-3 չէին, շատ էին։ Ուղղակի մեր վրա է ֆոկուսը եղել, երևի այդ պահին կամերա է մեր վրա եղել։ Այ ինչպես էր, օրինակ քաղաքացիները ձեզ այդ համաձայնություն հայտնում էին, ձեզ այդ ընթացքում աջակցություն։ Իհարկե, դուք չեք տեսել այդ վիդեոները, որտեղ մարդիկ թեկուզ ցածրաձայն, թեկուզ կաշկանդված, բայց բան են հնչեցնում են, այդ հատվածը երգում են։ Այնտեղ հատված է, որտեղ այդ սարկոֆագները եւ պատարագիչը պետքա հնչեցնեն ամենայն հայոց կաթողիկոս Տիարտիար բան Գարեգին II-ի անունը, դա երգելով են անում սարկոֆագները, հա, ու այդ հավատացյալները երգում են դա։ Մենք տեսանք, որ վերջում վեհապարին նվիրված երգը երգեցին մեր քաղաքացիները, հավատացյալները, այսինքն այնպես չի, որ բան են իրանց ասած ժողովուրդը մեր կողմենանք, պարզապես ահաբեկում են։ Այն ինչ կա մեր ուղեղում, այն ճշմարտությունները որ կա մեր ուղեղում, անմեղ arczepiskoposներին գերի վերցնելով, հա, ասենք այս շանտաժներով, կոմպրոմատներով մենք փաստ ունենք, չէ, ասենք Հովիկ Աղազարյանի դեպքում հերախոսը վերցրեցին, սկսեցին բան անել, մարդու սեռական կողմնորոշումը բացահայտել, կամ ասենք մենք տեսնում ենք ինչքան են անմեղության կանխավարկածը խախտում, երբ որ սկսած դեռևս սահմանադրական դատանը, երբ որ զավթում էին, այդ ժամանակվանից Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը, դատավոր Դավիթ Գրիգորյանի, Ալեքսանդր Ազարյանի անմեղության կանխավարկածը եւ այս վերջին գործերով մենք տեսնում ենք եւ այս ստեղծում են մի հատ այդ 37 թվականի ստալինյան այդ տերորի իրավիճակ, որտեղ մարդիկ վախենան, որ այն ճշմարտությունները, որոնք նստած են իրենց մեջ, հանկարծ սենց իրենցից դուրս գա եւ այդ ճշմարտությունը խեղտելով, սենց մորթելով, իրենք ասում են, դե տեսնում եք, բոլորը մեր կողմն են։ Այսինքն թուրքական բանն է, դու ցեղասպանում ես։ Ամեն դեպքում հաջողվում է այդպիսի պատկերը ստեղծել։ Այո, հաջողվում է։ Այո, որովհետեւ եթե կաթողիկոսի, ամենայն հայոց կաթողիկոսի անունը գրաքնված պատարագում հիշատակել այսօր համարվում է խիզախություն այն պայմաններում, երբ որ Եռաբլուրում այդ տղաների պատկերացրեք, այդ Եռաբլուրի տղաների արարքի խիզախության մակարդակը ու պարզապես գրաքնված պատարագում խիզախությունների սարի ու ձորերի տարբերությունն է։ Եվ մենք փաստորեն Արցախի ազատագրման խիզախությունից հələ որտեղ ենք հասել։ Այսինքն իրանց հաջողվել է այդքան նսեմացնել մեր բանը, քաջությունը եւ խիզախությունը։ Լավ, այս ամենի բան իշխանել հակազդեցությունը որտեղ է։ Մենք տեսնում ենք, որ այսօր ընդհանրապես սահմանափակում են ընդդիմադիր շրջանակները գրառումներով, քննադատություններով ու վերջ, այդքանը։ Ամեն դեպքում այսօր օրակարգ հաջողվում է ստեղծել միայն Նիկոլ Փաշինյանը։ Դե այդ պետք է ինձ հարցնել, օրինակ ինչու Հովանավանքից սկսած, հա, Հովանավանքում Հայկ Դորոնցին տեսանք եւ մեկ ուրիշ տղա, որ ճանապարհը ցույց տվեցին, հա, թե այս պարագայում ինչպես է պետք անել։ Պետք է ինձ հարցնել, ինչի օրինակ քաղաքական ուժերը sense կառավարական բան ունեն, կեցվածք ունեն։ Մենք տեսնում ենք լավ, որ երթով գնում են եկեղեցի եւ իրենց աջակցությունը հայտնում են։ Շատ լավ, շատ բարի, ճիշտ եք անում, ճիշտ են անում, ողջունելի է։ Բայց այս պահերին ինչի ենք մենք եկեղեցիները հանձնում Նիկոլ Փաշինյանին։ Ինչ ենք թույլ տվել, որովհետև առնվազն կարելի է գնալ եւ մասնակցել այդ եթե օրինակ Հովանավանքինի անունը պատարակ չէր, բայց կարելի է մասնակցել այդ վակխանալիային, լինել այնտեղ այդ վակխանալիային ու երևակայությունը կարտնանա, դու տեղում կարաս հետազոտական աշխատանք իրականացնես, հասկանաս թե ինչ կարելի է այս պայմաններում անել, օրենքի սահմաններում, որովհետև մենք գիտենք նույնիսկ օրենքի սահմաններում են սրանք պատանդառում, բայց օրենքի սահմաններում զուտասում քաղաքակրթական իմաստով, ոչ թե որ սրանք կան, որովհետև մենք կարգ ու կանոն սիրող ազգ ենք եւ այս ուղղակի այս ժամանակաշրջանը անկարգը տենց վերցել է իշխանությունը եւ խախտում է կարգ ու կանոնները։ Եվ այո, պետք է հարցնել մեր քաղաքական ուժերին, ինչի օրինակ այդ քանի արդեն
բան եղավ, այսպիսի միջոցառում։ Դե մենք օրինակ երեք տեսանք, օրինակ կարծես Նարեկն էր Կարապետյանը։ Կարապետյան Նարեկը այո այնտեղ են, ինչը ողջունելի է, որովհետև իր հայտարարությունում գրած էր, ես 15 տարի այդ եկեղեցին եմ գնացել ամեն Կիրակի եւ երկմտում էր գնա թե չգնա, բայց պարտավոր ոչ թե պարտադիր է գնալը, պետք չէ դիրքերը հանձնել այս մարդկանց։ Իրանք այս եկեղեցիները ձերն են, այս հավատացյալներին են, իրենք են մխիթարվում այնտեղ, իրենք են հաղորդություն ստանում։ Իրենց բանն է հավաքատեղին ու աղոթատեղին։ Պարոն Իշխան, բայց եթե օրինակ տվյալ եկեղեցու, հա, հոգևորական է քահանան, ինքը այսպես բարեօժոր գնում, ձեռք է սեղմում, պատարակ է մատուցում Նիկոլ Փաշինյանի համար, էլ քաղաքացիները կամ թեկուզ նույն ընդդիմադիր շրջանակները, իրենք ինչ անեն, եթե նույն քահանան չի ուզում իր տունը պաշտպանել։ Չէ, եթե քահանան չի ուզում իր տունը պաշտպանել, դա չի նշանակում։ Ընդհակառակը բանալին այսպես հեշտությամբ։ Եթե որևէ հոգևորական չի ուզում իր տունը պաշտպանել, դա չի նշանակում, որ մենք չպետք է պաշտպանենք սահմանադրությունը, օրենքները, ինչպես նաև հավատացյալների դեպքում իրենց կանոնական բաները, հա։ Եթե օրինակ Նիկոլ Փաշինյանը գնում է ձեռքա սեղմում, հա, այդ խոչընդոտելով կրոնական կազմակերպության գործունեության ձեռքա սեղմում ինչ-որ քահանայի, որը զեղչում է, պետք է գնալ եւ թույլ չտալ, որ զեղչի, որովհետեւ մենք գիտենք, այսպես ինքը կարող բոլորին գրավի, մենք էլ ասենք դե եթե իրան կանոն է։ Հիմա ասենք եթե Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ, արցախցիները ենթադրենք համաձայն լինեին, իհարկե երբեք համաձայն չէին լինի, բայց ենթադրենք թե հիպոթետիկ տենց ինչ-որ մի հատ իրավիճակ լինի, որ համաձայն լինեին Արցախը տալու հետ։ Բայց մենք հայերս, մեր անվտանգությունն է, չէ՞ դա։ Իհարկե այդպես իրավիճակ երբեք չէր լինի, զորով այդ արեցին կամ վերցնենք իրանցի ոսկեպարի օրինակը, հա, երբ որ իրանց ոսկեպարը տարածքները հանձնում էին, սկզբում բնակիչները դեմ էին մարդկանց քաղաքական գործիչները, որ գնում են այնտեղ հակադրվելու Նիկոլ Փաշինյանին, բայց կներեք, այդ տարածքները մենակ իրենցը չի։ Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ունենք եւ այդ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի համար բան են բոլորիս համար են այդ արյունը թափել զինվորները եւ զինվորականները։ Հետեւաբար եթե ինչ որ մեկը համաձայն է, որպեսզի խախտվի սահմանադրությունը եւ օրենքները, դա չի նշանակում, որ մյուսները պետք է համաձայն լինեն եւ թույլ տան, որ դա տեղի ունենա։ Այ օրինակ ինձ համար հատկապես տարօրինակ էր հենց Արցախի թեմի առաջնորդի մասնակցությունը։ Իմ վերաբերմունքը այս հարցին այսպեսին է։ Այդտեղ մենք ենք մեղավոր, որ չենք կարողացել ստեղծել այնպիսի համակարգ, որպեսզի այդ մարդիկ հոգևորականները լինեն ոստիկանները, լինեն դատախազները, լինի մարդու իրավունքների պաշտպանը, ով ուզում է լինի, մենք չենք կարողացել ստեղծենք այնպիսի համակարգ, որպեսզի այդ մարդիկ այդպիսի ընտրության առաջ չկանգնեն, նենք ընտրության առաջ չկանգնեն։ Արդյոք մենք պետք է ընտրենք հալածանքը, բանտարկվելը, չգիտեմ, մեր մասին բամբասանքներ զտպարտություն տարածելը ու գնանք տենց վատ ապրենք, թե մենք ընտրենք, ասենք, այս մարդու կմահաճույքները եւ տենց հա էլի տենց թրփոշ ապրենք, բայց տակներս այդ ամենը չլինի։ Դրա համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որը ասենք եթե վերցնենք հայերը տենց մի հատ մեծ ընտանիք են, իմ պատկերացումը հետեւյալն է, որևէ մեկը իրավունք չունի իմ ընտանիքի անդամին այդպիսի ընտրության առաջ կանգնացնելու, դա լինի հոգևորական թե դատախազ։ Եվ եթե այս մարդը եկել է իմ ընտանիքի անդամներին այդպիսի ընտրության առաջ է կանգնացնում, մեր գործը այնքան ուժեղանալն է, որպեսզի մենք ստեղծենք, վերցնենք իրենց այդ դեղին մամուլյան համակարգ ու ստեղծենք այդ ընտանիքը, որտեղ մարդկանց այդ ընտրության առաջ չկանգնեցնեն։ Ես վստահ եմ, այս բոլոր 10 հոգևորականները, որոնք ամենայն հավանականությամբ իրենց հոգևոր առաջնորդի կողմից ապաշխարում էին ստացել եւ այլն, իհարկե այն կանոնական բաները, հա, եկեղեցական, որոնց համար կարող է հոգևոր առաջնորդը ապաշխարանք տալ, օրինակ շնանալու համար, հա, շնանալու համար բան չունենք մենք, քրեական պատիժ չունենք, քաղաքացիական պատիժ չունենք, եթե երկկողմանի համաձայնությամբ է եղել, կամ ասենք երեխա ունենալը կուսակրոնի դեպքում, երեխա ունենալը արգելված չի ասեմ, բայց փողերի լվացումը, չէ, օրինակ, ասենք, կամ ասենք մարդասպանությունը, գողությունը, այ դրանք օրինակ բան են, հանցանքներ են օրենքները, որտեղ արդեն միայն կրոնական կազմակերպության տիրույթում չէ, արդեն դա մեր աշխարհիկների տիրույթում է, որի համար ամենայն հավանականությամբ պետք է լինի պատիժ։ Օրինակ, վերցնենք Ստեփանը բանի, Հովանավանքի։
Ի վերջո դա գողություն է, չէ։ Հիմա գողացել են այդ սեփականությունը։ Պատկանում է հետքը տվեց, որ կադաստրով բանով դա պատկանում է մայրաթորին, եկեղեցու։ Հիմա մտել է այդ մարդը, կարգալուծեն, մտել է, փականները փոխել են, դուրս չի գալիս։ Գողացել են։ Հիմա ասենք նույնիսկ եթե այնտեղ չգիտեմ բան լինի, ներվի բան լինի, ըստ օրենսգրքի ինչքան է, կարծեմ եթե 300,000 դրամից ավելի գողությունը ավելի մեծ է, կարծեմ դա արդեն հանրային մեղադրանք է, ոչ թե ասենք ումից տուժողը կարա ասի ոչինչ, ներում եմ, եթե ավելի մեծ է։ Հիմա ոնց որ թե ավելի մեծ է ու ասենք դու ըստ բանի չի էլի արդեն ըստ եկեղեցու չի էս։ Հիմա դուք մեղադրանքներից եք խոսում, բայց նույն օրինակ հոգևորականներից Նավասարդ Կճոյանը, ում այսպես նույն իշխանությունները Նիկոլ Փաշինյանին անվանում էին, տարբեր անվանումներ են տալիս, հա, ու գիտենք որ միջև հիմա էլ գործեր կան հարուցված, բայց հիմա այսպես ասած նրա միջոցով են փորձում եկեղեցին մաքրել, իրենք ինչպես են ասում։ Դե տեսեք, եթե օրինակ Նավասարդ արքեպիսկոպոսա, չէ՞, հա, արքեպիսկոպոս Կճոյանը մենք գիտենք դեռևս տարբեր պիտակավորումներ են բանի ժամանակ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Տիգրան Սարգսյանի հետ այդ հետքի հետազոտությունը Կիպրոսի օֆշորային պատմությունները, որոնք ընթացք չտրվեցին եւ որևէ գործ չհարուցվեց, բան չեղավ, ոչ մի բան չեղավ։ Հիմա այս իշխանությունը փոխվեց, էլի դա չեղավ։ Հիմա այս իշխանության համար բոլոր նրանք ովքեր նստում են, քաղբանտարկյալ են, ինչու՞։ Որովհետև այս իշխանության համար ոչ թե մարդը պատժվում է իր գործած հանցանքների համար, այլ պատժվում է, եթե չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանին, իսկ դա կոչվում է քաղբանտարկյալ։ Հիմա այս պարագայում Նավասարդ arczepiskopos Կճոյանը չի այդ իր եթե կա, հա, եթե գործ չի հարուցվում, բան չի անում, որովհետև փաստորեն ինքը համաձայն է, ցույց է տալիս հնազանդություն եւ բոլորին է դա վերաբերում։ Բայց ես կրկնում եմ, նորից եմ կրկնում, դա ոչ թե այդ հոգեվորականների այտենց ծանր մեղքն է, դա ոչ թե բան իրենց դատապարտելի մեղադրելու այտենց խորքը ոչ թե դրա մեջ է, այլ նրա մեջ է, որ մենք դեռևս չենք ստեղծել այնպիսի համակարգ, որպեսզի այդ մարդիկ այդպիսի ընտրության առաջ երբեք չկանգնեն։ Եվ հենց սա էլ է բանտարկություն։ Եթե մի կողմում անմեղներն են բանտարկված, այստեղ ոնց որ մեղավորները չեն կարողանում անմեղ դառնալ, որտեղ սա գալիս է եւ կրկին այդ մեղքը նրանք բանտարկված են իրենց գայթակղությունների, շանտաժների եւ այդ կոմպրոմատների մեջ, որի համար մենք բոլորս մեր ընտանիքի անդամներին պետք է ազատագրենք։ Եվ վերջում արդեն պարոն Իշխանյան, առաջիկա ինչի ականատես կլինենք, մենք տեսնում ենք, որ այդ քահանաների թիվը, ովքեր անցնում են այս իշխանությունների կողմը, ավելանում են, ինչ զարգացումներ են հնարավոր այսպես հոգևոր խորհրդից աշխարհիկներին էլ իդեպ Միքայել Սրբազյանը եւ Բագրատ Սրբազյանը դիմել էին կաթողիկոսին նիստ հրավիրելու համար հոգևոր խորհրդի։ Դե ասում եմ, հնարավոր է դե էլի ավելանան, հնարավոր է սեպարատիստական շարժումներ առաջանան եկեղեցու ներսում, թեմերը չընդունեն մայրաթորի իշխանությունը, հնարավոր են նոր բաներ, ձայնագրություններ, չգիտեմ, բաներ շանտաժային հայտնություններ, այսինքն ի վերջո այս սկզբում բանն էր, առաջին քայլն էր կաթողիկոսին վարկաբեկելը, հրաժարական կտալ, թե չի տալ։ Թու կաթողիկոսը այն իմաստնությունը ունի, որ հասկանում է, որ սա անձնական խնդիր չի եւ ոչ միայն հայերի ինքնության, այլև մարդկության ինքնության, քաղաքակրթության հարց է իր բանը չընկրկելը ու այդ չստացվեց, հիմա ներսից այդ փաստորեն այնտեղ եթե հոգևոր խորհուրդը ինչ-որ X քանակությամբ մարդ ընտրում է կաթողիկոս կամ պահանջում է հրաժարական, պետք է փորձեն այդ ուղղությամբ գնալ ու այնպես անեն, որ բալանսը իրանց կողմը լինի, հա, այդ հրաժարական պահանջողների։ Դե տեսնենք ոնց կլինի, հետո քանի ասենց բան է լինում, ինչքան անջատվում են եպիսկոպոս, arczepiskopos կամ չգիտեմ տեր հայրեր, այնքան ոնց է նժարները թեքվում է, ուժը գնում է դեպի Նիկոլ Փաշինյանի կողմը։
Եվ ցավոք սրտի այս թողնելը, որ ինքը ասենց անընդհատ գնա այս եկեղեցիների Կիրակի ամեն օր պատարակի, ուժի մի քիչ բարձրացնում է դեպի Իրան։ Մի շաբաթ ինքը ինչ որ այդ նենգություններն անում, այնտեղ կանչում է իր կաբինետ, ցույց է տալիս, այդտեղ արդեն եկեղեցու ներսում մարդա, չէ, արդեն սկսում է մի քիչ երկմտել, արդյոք արժի ես էլ հələ մնամ կաթողիկոսի մոտ, թե ամենայնիվ անցնեմ մյուս կողմ։ Այս խաղն են խաղում եւ ասում եմ, մեր խնդիրը այն է, որ մենք ուժեղացնենք մեր նժարը, որպեսզի այս մարդիկ այդ ընտրության առաջ չկանգնեն։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի օստատիտողներ, ես հիշեցնեմ, որ զրուցում ենք իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանի հետ։ Շնորհակալ եմ զրույցին հետևելու համար, կհանդիպենք։